Գիշեր ինձ զանգահարեցին քրոջս աղջիկը զանգահարեց, ասաց, որ այսպիսի բան է տեղի ունեցել, ես անմիջապես եկա ու իրենց պատմելով Հայրիկյանը շքամուտք մտնելուց հետո վերադարձել է, որպեսզի պայուսակը վերցնի ու այդ դեպքը պատահել է, ինչ որ մեկը մոտեցել է, փորձել է կրակել, Հայրիկյանը պաշտպանվելու շնորհիվ կարողացել է փրկվել սպանվելուց, որովհետև այդ թիրախը եղել է ինձ իր գլուխը, ինչքան ես այդ ասում եմ Հայրիկյանի խոսքերով, դեպքս չգիտեմ։ Հետո այդպես վազել է շքամուտք, մտել է ու գոռացել է օգնություն, այդ ժամանակ հարևանները դուրս են թափել ու դա իրեն փրկել է, որովհետև եթե հարևանները դուրս չգան, կարող է այդ տականքը իր սև գործը ավարտել։ Հարևանները դուրս են եկել, օգնել են, շտապօգնություն են կանչել, ոստիկանություն են կանչել, ու մնացած արդեն։ Ուրիշ կասկածել չի կարող, անձնական որևէ բան բացառվում է, հնարավոր չի, միայն քաղաքական։ Իրադարձությունից հետո իրավիճակը արդեն լավ է, դեպի լավն է գնում, ինքն էլ շատ լավատես է, հույս ունի, որ շատ արագ կազդորվի ու կշարունակի ընտրարշավը։ Իսկ ինչ է կարծում, սա այն մահափորձերից էր, որը անցնելու է պատմության գիրկը առանց բացահայտման, թե ամեն դեպքում կբացահայտվի։ Ներկա դրությամբ իրավապահների աշխատանքից գոհ եք, թե ոչ։ Առայժմ ինչ որ կատարվում է, կարող եմ ասել, որ կարծեք թե նորմալ է ընթանում, բայց չեմ կարող որևէ բան ասել։ Չենք կարող հետևել, թե իրենք ինչ են անում, ես ոնց կարող եմ ասել, թե ինչպես է ընթանում, բայց հա չունեմ, չեմ կարող դες ապա կողմնորոշել, ոչինչ հայտնի չի։ Հարևանները բոլորը իրան շատ են հարգում, շատ են սիրում, շատ որևէ մեկը բան չի, այդպես ասեմ։ Միշտ այստեղ ոստիկանները հերթապահում են առավոտից գիշեր։ Լավ, այսինքն որևէ բան դժգոհելու առիթ չունենք, ողջունում եմ։ Իր ընտրաշավին օգնի, մասնակցի ինչ-որ ձևով օգտակար լինի, մի քանի օրով գնաց իր մայրիկի մոտ, մայրը այստեղ չի, նորից պիտի վերադառնար, ու հենց այդ նույն օրը, այսինքն այդ օր, որ դեպքը կատարվեց, ինքը գնաց։ Բայց այսօր լսելով կատարվածի մասին, տղան վերադարձավ մայրի մոտ է։ Հասկանալի։